Ինչ եք կարծում, ապրիլի 1-ից 10,000 դրամով բարձրացված թոշակները ինչ որ ձև կապ ունեն գալիք ընտրությունների հետ։ Կա շարքի նման մի բան է, էլի, տիպը թոշակառուները հիմար են, խափենք մեր 2 ամիս մնացած, այդ 10 ման է թե, եթե նայում ես, իրանք 10 ման հետ բարձրացրել են, 6 ման հետ տավարի միսնա, ինչ են բարձրացրել։ Այն ժամանակ էլ չթոշակառուն միս կերել հիմիկ էլ չի ուտել, բարձրացությունը ոչ մի դեր չի խաղացել։ Այնպես որ պիտի ավելի բարձր լինի, որպեսզի թոշակառուն կարողանա իրան գոնե նորմալ պահի։ Մինչև այդ 10,000-ը ինչ որ կար, մի բան էլ ապրանքները ավելի շատ թանկացան, այդ 10,000-ը ոչ մի նշանակություն չունեցավ։ Ոչ ինդեքսացիա արին, ոչ բան, դա էլ ոչ մի նշանակություն չունեցավ։ Սոցիալական մեր իրավիճակի վրա դա ոչ մի անդրադարձ չունեցավ։ Ապրանքները խնդրեմ խանութը ոտ ռեադամ մտնենք։ Ապրանքներ կան, սննդամթերքներ, որոնք կրկնակ են թանկացել։ Այսինքն ոչ մի բանով չօգնեց մեր տնտեսական, մեր սոցիալական վիճակի, թոշակառուների վիճակի վրա։ Եթե մարդ միայնակ է, այդ բարձրացումը այն չի, ինչ որ ասենք այն թոշակառուն, որ ընտանիք ունի։ Պատկերացնում եք ինչ եմ ասում, ստեղնես նրբություններ կան, որ ուղղակի միայնակ մարդը չի կարողանում, բայց ընտանիքով որելում է, այդ միայնակ թոշակառուն կարողանում է հեշտ ապրի, բայց միայնակ թոշակառուն չի։ Այն ժամանակ բան էր, ուրեմն տալիս էին Փարոսային ինչ-որ բան է, չէ, ոնց ենք ոչում դա։ Այն 20,000 դրամ փող էին ուտարում, հիմի 10,000 դրամ ավելացրել են, ստեղ ինչ հարց առաջանում։ Պակասել է, չփասել են, չես ասում։ Ուղղակի ես չգիտեմ, էլի ինչ ասում են։ Ես թանկացումների ֆոնին էդ եմ ուզում հասկանալ։ Այ թանկացումները, միանակ ասում եմ, նորից այդմ ասեմ, ընտանիքով մարդ, որ թոշակառու է, հատնում է, հանգիստ ապրում, բայց միայնակ թոշակառուն դժվար է, շատ դժվար է։ Այդ սավտանեմ 50 մանը կհերիքի, դուք ու մեջ որոշի, կհերիքի, չի հերիքի, լարու տարի մնա, չետո կարող է կտրեն, ով գիտի, որ ասանք ինքը ընտրվի կամ չընտրվի, ով իմանա, փող չկա։ Ջեբերս կարամ ստուգիլ տամ, մի հատ զաժի գալկա է, ուրիշ ոչ մի բան։ Ու հարցնես կասես չի բավականացնում։ Այդ բարձրացրածը էական որևէ բան չտավեց, որտեղ չբարձրացրած արդեն ինքը մի բանի պետք էր։ Օրվա մարդու սնունդի 40 մասը հազիվ ապահովում է։ Ես երևի ամենաբարձրներից մեկն եմ ստանում, բայց համարյա ոչինչ էր։ Եթե երեխեք չլինեին, ես սոված կլինեի։ 2 ամիս առաջ ինքն ասեց 10,000 դրամը ինչ պետք է, իսկապես ինչ պետք է տար։ Էականորեն ոչ մի բան չտվեց։ Պարզապես թոշակառուներին կաշառեց։ Ինչու մինչև ընտրությունները չէր բարձրացնում թոշակները, հենց ընտրական այդ բաները մոտեցավ, արդեն նոր հիշեց, որ կարելի է 10,000 դրամ բարձրացնել։ 10,000 դրամը ինչ է։ Ոչ մի բան։ Նա գիտեր ինչ էր անում, նա գիտի ինչ է անում։ Դե թող մինչև էս բարձրացներ, ինչի չէր բարձրացնում։ Այդ բոլորս գիտենք, որ ձևական բաներ է։ Եվ ընտրակաշարք, եւ ձևական, որ վերցնում ես 10,000 դրամ ինչ է, այս ապրանքի գների հետ համեմատած։ Մտնում ես խանութները, վախենում ես, որ գները հարցն է, սարսափելի գներ են։ Նու հիմա արդեն դարձավ 56, բայց դե 56-ը ինչ է։ Միայնակ թոշակառու եմ։ Ինչքան առողջական պրոբլեմներ ունեմ, չգիտեմ, դեղերի փող տամ, ուտելիքի փող տամ։ Այդ 10,000 դրամը այդ փող չէր, որ բարձրացրեց, ոնց որ ծիծաղա ժողովրդի վրա։ Թոշակների բարձրացումը կարար 2 տարի առաջ էլ թոշակների բարձրացում աներ, բայց խի ընտրության ժամկետը եկավ, նոր թոշակների բարձրացում արավ։ Խի։ Կարծում եմ ընտրակաշարք է։ Ինչ սոցիալական էլ ինչ ասենք, սոցիալական էլ թոշակը միանից բարձրացավ, միանից էլ ապրանքները թանկացավ։ Ամեն ինչն էլ թանկացավ, ամեն ինչ։ Հասարակ ձվից բռնած ամեն ինչն էլ թանկացավ։